Մենք որպես հասարակություն գխոսիմ կամ անձնական կարծիքով ասեմ, թե մենք պիտի դժվարանանք Կաթողիկոսը պաշտպանելու, նկատի ունենալով ոչ թե իրեն զավակ ունի, չունի բարեկամուհի ունի, չունի այդ նյութերեն անգախ օլիգարխ համագարկի հետ ունեցած սերտ հարաբերությունը, օֆշորային հաշիվներու մասին առաջ բերված բնդումները մեզ համար արդեն բավականին մտահոգիչ էին նույնիսկ այս վերջին ճակատումի փրկումենալ առաջ։ Հիշենք, որ Թավշյա հեղափոխության անմիջապես հաջորդած էր Կաթողիկոսը հրաժարելու հրավիրող շարժումը, բայց այդ շարժումը գարչ ժամանակի ընթացքին խաղաղեցավ, ասենք, այդ ցայները անլսելի դարձան, բայց այս վերջին արժակատումներուն անշուշտ մենք լրջորեն կհետևենք եւ մտահոգությամբ կհետևենք, որովհետեւ խնդիրը կներկայացվի կառավարություն եկեղեցի արժակատումը լալով, բայց կտեսնենք, որ կամ կզգանք, որ խնդիրը այդպիսին չէ, եկեղեցիի որոշ շրջանակի մահանտեպ է, բայց ցավի սիրտ, սպիրկի մեջ հոգևոր գետրոններ զորակցություն հայտնեցին Կաթողիկոսին, այդ զորակցությունը միգուցե եկեղեցվո միասնության եւ անսասանության բادرվագով ներկայացուցին, բայց կտեսնենք, որ ամեն ինչ այդքան թյուրին պիտի չլա։ Այդքան թյուրին պիտի չլա, Կաթողիկոսը պիտի դժվարանա իր քախը բահելու, երարի ամեն ինչ քիչ ավելի համերաշխությամբ տեղի ունենար։